Շնորհակալ եմ, քննարկում ենք Քննչական կոմիտեի 2024 թվականի հաղորդումը եւ ես ուզում եմ անդրադառնալ այն գործերի քննության առանձնահատկություններին եւ խնդիրներին, որոնք առնչվում են սեռական բռնությանը։ 2023 եւ 2024 թվականների ընթացքում ընդհանուր առմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մասով նախաձեռնվել է 244 քրեական վարույթ, որոնց շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 90 անձի նկատմամբ։ Մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 60 քրեական գործ, այսինքն քրեական վարույթների, հարուցված քրեական վարույթների 25%-ը։ Գրեթե նույն պատկերն է նաև ընտանեկան բռնության վերաբերող, այսինքն սեռական բռնության նույն հոդվածին, որը վերաբերում է երկրորդ մասին։ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի 2023-24 թվականների տվյալներով իրենց դիմել է 73 անձ, որից ընդամենը 28-ն են դիմել իրավապահ մարմիններին։ Սա այն կազմակերպությունն է, որը միակն է տրամադրում է աջակցություն սեռական բռնության ենթարկված անձանց եւ տարիներ շարունակ այս ոլորտում գործունեություն է իրականացնում համագործակցելով պետական տարբեր մարմինների հետ։ Սեռական բռնության զոհերը դժվարությամբ են դիմում իհարկե իրավապահ մարմիններին, նախ որովհետև արդարացիորեն վախենում են խարանից, մեղադրանքից, այդ թվում նաև իրավապահ համակարգում եւ իհարկե ոչ արդյունավետ գործերի քննությունից շատ հաճախ։ Իհարկե պարոն Պողոսյանը նշեց, որ այն հանգամանքը, թե քանի գործ է մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատարան, դեռևս չի խոսում քննիչների կատարած արդյունավետ աշխատանքի մասին, գուցե, բայց մենք բոլորս տեղյակ ենք, որ իրավապահ համակարգին դիմելիությունը այս զոհերի կողմից բավականին ցածր է, եւ ես ուզում եմ բարձրաձայնել այս խնդրի մասին եւ խոսել մեր բոլորի անելիքների վերաբերյալ։ Ես էլ չեմ խոսում այն մասին, որ զոհերը շատ հաճախ նույնիսկ առողջապահական հաստատությունների չեն դիմում, նորից վախենալով գործ ունենալ իրավապահ համակարգի հետ, քանի որ բուժհաստատությունները ունեն պարտավորություն ավտոմատ կերպով հաղորդում ներկայացնելու ոստիկանություն նույնիսկ առանց պացիենտի համաձայնությունը ստանալու։ Իհարկե ես եւ գործընկերներս նախաձեռնել ենք օրենսդրական փոփոխություն այս հարցը կարգավորելու վերաբերյալ, բայց ես ուզում եմ, որ մենք իսկապես խոսենք այն խնդիրներից, որ իրավապահ համակարգում կան։ Մասնավորապես, պարոն Պողոսյան, ես կուզեի դուք նաև ձեր եզրափակիչ ելույթում, եթե ունեք այդպիսի տվյալներ, խոսեք օրինակ այն վերապատրաստումների մասին, որոնք իրականացվում են քննիչների շրջանում, այս տեսակի գործերի քննության նկատմամբ զգայունությունը բարձրացնելու նկատմամբ նկատի ունենալով այդ գործերի առանձնահատկությունը։ Օրինակ կանանց ներգրավվածությունը աշխատակազմում, քննիչների քանի տոկոսն են կանայք եւ ինչ հատուկ միջոցառումներ ենք մենք իրականացնում, որպեսզի այս համակարգում ներգրավենք կանանց նկատի ունենալով կրկին թե անչափահասների գործերի քննությունը, թե սեռական բռնության ենթարկված անձանց եւ թե ընդհանրապես ընտանեկան բռնության ոլորտում, որովհետեւ մենք այստեղ իսկապես օրենսդրության մակարդակում նորից եմ նշում, բավականին լուրջ փոփոխություններ ենք իրականացրել, դրանք համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին եւ մենք պիտի շարունակական փոփոխություններ անենք նաեւ իրավապահ համակարգում, որպեսզի քննության ընթացքը եւս ավելի զգայուն եւ զոհակենտրոն լինի։ Այս իմաստով կարծում եմ, որ համատեղ անելիք ունեն բոլոր մարմինները, համագործակցելով թե հասարակական կազմակերպությունների, թե ոլորտով զբաղվող փորձագետների հետ եւ իհարկե մենք եւս որպես օրենսդիր պատրաստ ենք այդ գործում ունենալու մեր գործուն աջակցությունը։ Շնորհակալ եմ։